Նարեկացի արվեստի միությունը ողջունում է ձեզ, շնորհակալություն բոլորի ձեր ներկայության համար։ Այսօր մեր հարկի ներքո տեղի ունենալու հոգեշնորհ Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանի 50-ամյակին նվիրված հոգևոր զրույցներ գրքի շնորհանդեսը և համաշխարհանք երգի տեսահոլովակը։ Նախքան ձեզ հաճելի երեկո մաղթելը կուզենամ Նարեկացի արվեստի միության խորհրդանշական նվերները հանձնել հոգեշնորհ Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանին։ Եվ Լուսինեին այս գեղեցիկ օրը կազմակերպելու համար Արցախն է կանչում Նարեկացի միության վերջին հրատարակությունը Սիրով Լուսինե ջան։ Ձեզ բոլորիդ հաճելի երեկո։ Բարի երեկո, հարգելի հյուրեր, արժանապատիվ Տեր հայրեր, հոգեշնորհ Հայր Սուրբ, սիրով ողջունում ենք ձեզ Նարեկացի արվեստի միության այս հյուրընկալ հարկի ներքո։ Ինչպես գիտեք, արդեն ասվեց այսօր մեր շատ սիրելի հոգեշնորհ Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանի ծննդյան տարեդարձն է, ինչի արդյոք ջերմորեն շնորհավորում ենք Հայր Սուրբ, ձեզ բախտելով քաջալերություն։ Շատ օրեր քաջալերություն, Տիրոջ յուր օրհնություններ, էլ առավել լիոլի թողնեղն ձեզ կա և փոխադարձ մեզ փոխանցեք այդ օրհնությունները, շնորհակալ ենք Հայր Սուրբ, որ ձեր օրհնյալ ծնունդն է այսօր և իսկապես ջերմորեն շնորհավորում ենք Փառք Տիրոջը, որ գիտենք, ճանաչում ենք ձեզ Հայր Սուրբ։ Սիրելիներ, այսօր նաև ուրախ եմ տեղեկացնել, որ հոգեշնորհ Հայր Սուրբի հոգևոր զրույցներ գրքի շնորհանդեսն է, ինչպես ծնվեց գիրքը, այդ մասին կխոսենք, անպայման կխոսենք, բայց տեղեկացնեմ նաև, որ այսօր տեղի կունենա կոմպոզիտոր Տաթևի վանքում երկար տարիների ծառայությունը վերած Լուսինե Սարգսյանի Ապաշխարանք երգի պրեմիերը, Լուսինեին նույնպես շնորհավորում ենք այդ առիթով։ Բայց մինչ գրքի մասին խոսելը և երգի պրեմիերան, մինչ այդ ուշադրությունը ձեր հրավիրում եմ էկրանների։ «2007 թվականին, երբ լուծվեցի կուսակրոն հոգևորական, 40-օրյա ապաշխարության ընթացքում մշտապես խորհրդածում էի, աղոթում, փնտրում, թե որտեղ կուզենայի իմ հոգևոր ծառայությունը մատուցել Սուրբ եկեղեցուն, շատ էի փափագում վանքում լինել, աղոթքի կյանքով ապրել, բայց այդ 40 օրերի ընթացքում միայն Տաթևի վանքն էր իմ սրտում ջերմանում, իմ մտքում պատկերանում։ Աստվածային նախախնամությամբ նշանակվեցի Տաթևի վանք և կարծում եմ իրապես Տաթևի վանքը դարձավ իմ հոգու փրկության, երկնքի արքայության առաջնորդության և լույսի վանք։ Հիմա պիտի սիրով հրավիրեք արժանապատիվ Տեր Գրիգոր Քահանա Ավանեսյանին գրքի մասին իր խոսքն ասելու և կարծում եմ նաև արդեն սիրով բոլորդ էլ կծանոթանանք հեռակակարգով գրքին, իսկ վերջում արդեն բոլորդ այն կունենանք։ Խնդրեմ Տեր։ Շնորհակալ եմ։ Ես հանգիստ նստած Հայր Սուրբի հետ զրուցում էի, բայց հենց ազդարարվեց երեկոյի սկիզբը, սիրտս սկսեց թրթռալ, սկսեցի հուզվել։ Եկեք աղոթենք միասին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եկեցի կամ քո, որպես եկինս և երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ պահվիս մեր, որպես և
պարտաբանած, և մի տանես մեջ փորձություն, այլ բրյաց մեզ իշխարեն, Սիրվայ արկայություն և զորություն և փառք Քարիզյանս, ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, դուր մեզ իմաստությունս բարի խորհել և խոսել և գործել առաջի ամեն ժամ, իչար խորհրդոց, ի բանից և ի գործոց փրկյաս մեզ, և ողորմյակ ու արածոց և մեզ մեղավորացած ամեն, ըստ գործս ձեռած մերոց ուղի վարել մեզ Տեր, և գործս ձեռած մերոց հալելույա մեզ, ամեն։ Գրքի բովանդակության մասին ես չեմ խոսի, որտեղ 2 օր առաջ գիրքը ունեցա, բայց չեմ հասցրել ծանոթանալ կարդալ, բայց այս գրքի երևույթի մասին խոսեմ, շատ կարևոր է։ Ուրեմն ըստիս այս գիրքը լավ կլներ, որ վաղուց լիներ, որովհետև Հայր Սուրբը հազարավոր ուրեմն հոգևոր զրույցներ և քարոզներ ունի համացանցում դրված, բայց գրքի տեսքով այդ ամեն ինչը չկան։ Համացանցը վստահելի տեղ չի։ Ցանկացած պահ կարող է համացանցի ամբողջ նյութը օդս ցնդել և ոչինչ չմնալ։ Գիրքը մնայուն է, գիրքը կարևոր է։ Հետո մի բան է ուղղակի բանավոր խոսքը, ուրիշ բան է, երբ որ այդ ամեն ինչը հանձնում է թղթին, շատ ավելի մտածված, կշռադատված, ուրեմն պատասխանատվության մեծ զգացումով։ Ես ուրախ եմ այսօր, որ մեր Հայր Միքայելի ծննդյան 50-ամյակն է, 18 տարի է, որ Հայր Սուրբը քահանայգործում է Տաթևի վանքում, ծառայում է մեր ժողովրդին, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, Աստծուն։ Իհարկե, իր ծառայությունը շատ ավելի վաղ է սկսվել, գոնե ես 30 տարի, ուրեմն հիշում եմ 95 թվականին, այդ ժամանակվանից դեռ երիտասարդ շատ, կարծեմ թե ուսանող, Հայր Սուրբը իր հոգևոր ճանապարհն էր սկսել ընթանալ և այսօր մեր ժողովրդի կողմից, բոլորի կողմից սիրված, ուրեմն հոգևորական է Հայր Սուրբը և շատ աշխատող հոգևորական։ Գրեթե ամեն օր Հայր Սուրբը հոգևոր զրույցներ կամ քարոզներ է ունենում, որոնք շատ օգտակար են մեզ համար, մեզ բոլորիս համար, որովհետև դրանք բոլորը մեկ նպատակ ունեն, մեր փրկությունը, հոգեփրկչական նպատակ ունեն, մարդուն առաջնորդել իր առաքելության մեջ, իսկ ինչ է մարդու առաքելությունը, եթե ոչ երկնքի արքայություն հասնելը, եթե ոչ փրկության հասնելը, և այս առումով Հայր Սուրբի գործը շատ կարևոր է։ Ասեմ ես, սա Հայր Սուրբի առաջին գիրքը չի, իր հոգևոր զրույցները առաջին գիրքն է, բայց շատ տարիներ առաջ Հայր Սուրբը երբ նոր քահանայական ձեռնադրություն էր ստացել, ինքը թարգմանություն է արել Հովասապի և Բարաղամի պատմությունը, և այն ժամանակ այդ գրքույկը հրատարակվել է երևի մի 15-16 տարիներ առաջ կամ ավելի չեմ հիշում հիմա արդեն, և ուրախ եմ այս գրքի համար, ուրախ եմ, որ մենք Հայր Սուրբի քարոզները մեր ձեռքին կունենանք, մեր սեղանին կունենանք և կարող ենք միշտ կարդալ, ոգևորվել, ոգեշնչվել։ Հայր Սուրբը նաև ինքը տեսա նյութում ասում է, որ Տաթևի վանքը, ոչ միայն Տաթևի վանքը, Գրիգոր Տաթևացի մեր Սուրբ վարդապետը Հայր Սուրբի կյանքում շատ կարևոր ուրեմն դեր ունի և մի տեսակ, եթե կարելի այդպես ասել, շատ բարձր չնչի, այսօր Գրիգոր Տաթևացու թարգմանն է Հայր Սուրբը մեր ժողովրդի համար, որտեղ իր բոլոր խոսքերը, քարոզները, զրույցները համեմված են Գրիգոր Տաթևացու ուրեմն խորհուրդներով, խոսքով, մեջբերումով և մի տեսակ ինքն այսօր Տաթևացին արդիականացնում, հասցնում մեզ բոլորիս, որը շատ կարևոր է մեզ բոլորի համար։ Կարծում եմ այս գրքից հետո Հայր Սուրբը էլի գրքեր մեզ նվիրելու առիթներ կունենա
բայց չեմ ուզի, որ մյուսը լինի ենթադրենք 60-ամյակին կամ ինչ-որ, հիմա եթե 50-ամյակը չլներ, կարող ես գիրքներ չլներ, որովհետև ամիսներ առաջ երբ խոսում ենք, ասեց 50-ամյակս է, որոշել եմ այդ ինչ-որ քարոզների ժողովածու հրատարակ էր, շատ ուրախացանք և փառք Աստծո, որ ոչ միայն հայ սուրբ, այլ նաև շատ-շատեր ովքեր իմացան այդ մասին, ուրեմն ուրախացան և աջակից եղան հայր սուրբին։ Ես ուզում եմ նաև մեր գնահատանքը, մեր խոնարհումը, մեր երախտագիտությունը բերել այն բոլոր մարդկանց, ում ջանքերով, ում աշխատանքով, ում, չգիտեմ, նվիրաբերությամբ այս գիրքը լույս աշխարհ եկավ և հիմա մեր ձեռքին է լինելու։ Ուրախ եմ, փառք եմ տալիս Աստծուն, որ մենք ունենք հայր Միքայել, փառք եմ տալիս Աստծուն, որ իմ կյանքում կա հայր Միքայել և ասեմ հայր Միքայելի ըստ իս իր հաջողության գաղտնիքն ինչում է։ Հայր Միքայելը սիրում է աղոթել, շատ է սիրում աղոթել, անսահման է սիրում աղոթել, թերևս ամեն ինչից առավել ինքը սիրում է աղոթել, որտև ես հիշում եմ, երբ հայր սուրբը ուսանող էր, դեռևս ճեմարանում, երբ որ ճեմարանից 1 ժամով կամ 2 ժամով թույլ էին տալիս տուն գալ, ինքը տուն չէր գնում, գալիս էր եկեղեցի, ասում էր ժամերգություն անենք, հետո նորից ես գնամ ճեմարան։ Եվ այսպես ու մինչև այսօր է Տաթևի վանքից որ գալիս է, չի կարողանում առանց աղոթքի, առանց ժամերգության իր կյանքն անցկացնել, իսկ աղոթել սիրել նշանակում է Աստծուն սիրել, որտեղ աղոթում ենք ում Աստծուն, աղոթքի ժամանակում հետ ենք լինում Աստծու հետ։ Եվ Հովհան Ոսկեբերանն ասում է աղոթքի ամենամեծ արդյունքը Աստծու հետ լինելն է, աղոթքի պահին, աղոթքի ընթացքում Աստծու հետ լինելը։ Ուրախ եմ, շնորհավորում եմ հայր Սուրբ ջան, Աստված այլ ավելի շնորհներով զարդարի քեզ, որպեսզի մեզ Աստծո ճանապարհների մեջ առաջնորդես։ Շնորհավորում եմ բոլորիս, որտեղ այսօր մեր բոլորի տոնն է, հայր Սուրբի ծննդյան տարեդարձ և գրքի շնորհանդեսը միայն իրեն չի վերաբերվում, բոլոր նրանց է վերաբերվում, ովքեր սիրում են և գնահատում են հայր Սուրբին։ Աստված օգնական, շնորհակալություն։ Հիմա պիտի խնդրենք Լուսինեին, որպեսզի պատմի, թե ինչպես ծնվեցին հոգևոր զրույցները գրքի վերածելու գաղափարը։ Խնդրեմ Լուսին։ Անկեղծ ասած տարիներ առաջ, երբ որ ներկա է գտնվում հայր Միքայելի շուրջ համախմբված այդ մարդկանց ոգևորությանը, իրենց պատրաստած հարցերին, մեջս ակամա առաջանում էր այդ ցանկությունը, որ այդ ամենը, այդ հարցերը և պատասխանները ինչ-որ ձևով նկարահանել և հասցնել նաև այլ մարդկանց։ Հասկանում է, որ այդ ամենը չի վերաբերվում այդ մի փոքր հատվածին, ովքեր որ ներկա էին այդտեղ։ Գիտակցում է, որ շատ-շատերին հոգևոր մեծ սնունդ է դա լինելու, և ես ինքս լինելով երաժիշտ շատ չէի տիրապետում այդ արվեստին, ինչպես նկարել, ինչպես տեղադրել, խնդրեցի, որ ինձ սովորեցնեն եղբորս և մեր մոտ եկած ուխտավորներին, ովքեր ինչ-որ չափով տիրապետում էին, և ստեղծեցինք հայր Միքայելի օրհնությամբ, իմ առաջարկով ստեղծվեց յութուբյան հայր Միքայել ալիքը, ուրեմն այստեղ հասցեն է և այդ տարածքը, որտեղ որ հետագայում նկարահանվեցին բոլոր այդ ջերմ զրույցները, անկեղծ ու ջերմ զրույցները և նաև պատարակների քարոզները։ Ժողովուրդը շատ սիրեց հատկապես զրույցները, որովհետև դա մի անկեղծ հարթակ էր։ Տեղ էր, որտեղ որ մարդը անկեղծ շփվում է հոգևորականին հետ, հարցեր է տալիս և այդ պահին ստանում իր հարցերի պատասխանը։ Եվ շատ արագ մեր ալիքը այսպես համախմբվեց համակիրներով և սկսեցին հետևել ու տարածել։ Արդեն անհրաժեշտություն էր, որ գոնե ամեն օր
որևէ հոգևոր նյութ տեղադրվի։ Եվ բնականաբար պատասխանատվությունը նախ եւ առաջ Հայր Միքայելին էր, որ մեծ հոգևոր պաշար ուներ եւ նաեւ ես որ ակամա հանձն էի առել այդ ուրեմն աշխատանքը։ Փառք Աստծո, այն ժամանակ ես դեռ չէի պատկերացնում, որ հետագայում դա կարող է նաեւ գիրք դառնալ, բայց ինչ որտեղ պատկերացնում եմ, որ պետք է նաեւ այլ ձևով այդ ամենը ներկայացվի։ Հայտնվեցին մեր ուխտավորների մեջ նվիրյալներ, ովքեր որ իրենք կամովին նախաձեռնեցին այդ ուրեմն փոխադրումը ուրեմն տեսանելի տեսանյութից, զրույցը փոխարինել արդեն գրավոր տեքստի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իրենց բոլորին, Անժելան թերևս կներկայացնի նաև իրենց, ովքեր աշխատել են, ջանք ու եռանդ չեն խնայել գիրք դարձնելու համար այս կենդանի հոգևոր զրույցները, ուրեմն այդ հոգևոր ընտանիքում ծնված այդ կենդանի հոգևոր զրույցները, որոնք այսօր հաց ու ջրի պես անհրաժեշտ են մեր հավատավոր ժողովրդին։ Սիրելի հյուրեր, ասեմ, որ եթե Տիրոջ օրհնությունը չլիներ, բնականաբար այսօր մենք չենք ունենա գիրքը։ Իհարկե, պիտի նշեմ անուններ, անձամբ նույնիսկ չեմ ճանաչում, անկեղծ ասած, մենք աշխատել ենք միասին, բայց եթե մենք որպես մեկ թիմ չաշխատենք, բնականաբար գիրքն այսօր իրողություն չէր լինի եւ մեր սեղանի գիրքը չէր դառնա։ Նշեմ Մարինե Ասլանյանի անունը, Մանյակ Ավետիսյան, Լիլիթ Զեյնալյան, Սոնա Խաչատրյան, շնորհակալություն մեր համատեղ Իհարկե, նախ եւ առաջ Հայր Սուրբի օրհնությամբ եւ աղոթքներով մենք կարողացանք կյանքի կոչել գիրքը, որովհետեւ միշտ էլ ինչ-որ բարի գործ կատարելիս խոչընդոտներ են լինում, բայց փառք Աստծո, գրքում արծարծվող թեմաները տարաբնույթ են, իսկապես շատ կարևոր թեմաներ են այնտեղ արծարծվում, պարզ զրույցներ, ինչպես արդեն Լուսինեն ասաց, Եվ ուշադիր ընթերցողն այնտեղ կգտնի իրեն հուսող շատ հարցերի պատասխաններ, թեմաները տարբեր են, նեղ, կապաշխարություն, մարդու անկումը, ինչպես զղջման միջոցով մարդը կարող է խոստովանությամբ, ապաշխարությամբ ոտքի կանգնել, անընդհատ ընկնել, կանգնելով, եւ ինչն է կարևոր, մենք գիտենք, որ Հայր Սուրբի խոսքը շատ մատչելի եւ շատ պարզ է եւ համեմված Եկեղեցու Սուրբ Հայրերից մեջբերումներով, հարանց վարքերից ուսանելի օրինակներով, ինչը ևս շատ կարևոր է եւ մարդու սրտի հետ խոսող, այսինքն շատ հասանելի եւ պարզ լեզվով խոսք է, ինչպես գիտեք, արդեն լսել եք, բայց ամենակարևորը այն գիրքը կարող է արդեն դառնալ իրավի մեր ամենօրյա սեղանի ընթերցանության գիրքը եւ այն մի յուրօրինակ հոգեվոր գանձարան է, որտեղ իսկապես գանձեր են ամփոփված եւ կարող ենք մենք ամեն օր այդ գանձարանից մեզ համար վերցնել այն կարևորն ու օգտակարը, որ այս փորձություններով լի կյանքում իսկապես մեզ դրանք շատ օգտակար են։ Ես ասում եմ, որովհետև գրքի վրա աշխատելու ժամանակ իսկապես ես այդ օրհնությունները ստացել եմ, համընկել էր այդ շրջանը մեծ պահքի շրջանի հետ, որ գիտեք, այդ ժամանակ փորձություններն ավելի շատ են։ Եվ ես իսկապես զգում եի այդ օրհնություններն ինչպես են հեղվում եւ կարողանում էի նաև շատ դժվարություններից լուծումներ գտնել Հայր Սուրբի բուժիչ խոսքերի միջոցով, այնպես որ նորից բոլորի շնորհավորում եմ եւ հիմա դարձյալ պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ էկրանին, խնդրեմ։ Ծնունդ։ Այսօր հունիսի 18-ին լույս աշխարհ եկավ մի արու զավակ, այս խոսքերը մեր հոր Նորիկ Գևորգյանի օրագրից ենք ընթերցում։ Մեր մանկության հուշերն են, որ մեր հայրը գրել է, արձանագրել, որպեսզի այսօր մենք կարդանք, որպեսզի այսօր մենք հիշենք, որպեսզի մեր մտքից, մեր հիշողությունից անջենջելի մնա մեր մանկության հուշերը։ Երեխան լավ չի, պորտից արյուն է գալիս, տեսնենք վերջը ինչ կլինի։
Շտապօգնությամբ տարանք առաջին հիվանդատնոց, արյան վարակ է ստացել, առաջին գիշեր 8 ասեղ սրսկել են, երկրորդը գլխից շատ վատ է, կարող է և չապրի, անոյի ասելով արյան վարակումից արդեն 5 երեխա է մահանացել, ընդհանուր 65 երեխա է մահանում հունիսի 18-ի ծնունդներից, որոնք արյան վարակից են մահանում, փրկվում է ընդամենը 3 երեխա, 2 աղջիկ, 1 տղա։ Տղան Արման Գևորգյանն է։ Երեխային դուրս գրեցինք, բայց էլի վատ առողջ է։ Անահիտն ասում է, որ բուժող բժիշկը ասել է, այդ երեխան այնպիսի տպավորություն է թողել ինձ վրա, որ 20 տարի էլ անցնի ես տեսնեմ, կճանաչեմ նրան իր աչքերից։ 20 օրեկանում 40 աստիճան ջերմության մեջ ժպտացել էր երեխան։ Երջանիկ մանկություն, իր դժվարություններով, իր նեղություններով, իր գեղեցկություններով։ Էլի ես քավարցիները իրենց մխակին բերին դռնով բրթեցին մեր տունը, իրենք գնացին։ Մեխակը Արմանից պուճուր է, Արմանը ես էի։ Բայց արի ուտես, որ Արմանի աչքի յուղը հանում է ծեծում է։ Հիմա հայաթում համ թե իրենց տանը և թե բակում, իմանալով Արմանին գալիս են տանում էր իրենց տունը, որ հենց խաղա մխոնել Արմանին ծեծում է, իրենք էլ ուրախանում են։ Մի անգամ ասի Գագոյին, արա, որ մեկ էլ տեսնես, այդ մեխը Արմանին ծեծում է, կբռնես ջարդը կտաս։ Գագո, դու Գագո, մի օր բակում Արմանին էլի ծեծում է, Գագոն բռնում է մի լավ ջարդում, գցում գետնին, իրա տատիկի մոտ մինչև տատը հասնում է բանով անցել է։ Տատը ճղճղում է, այ բալա, ինչու ես ծեծում, Գագոն էլ թե պապաս ասել է, որ մեխը մի անգամ էլ Արմանին ծեծի, կբռնես ջարդը կտաս։ Ես էլ ջարդեցի։ Տատը ասում է, այ բալա, դուք 3-ն եք, մխակս 1-ն է, մի խոսքով ինձ խայտառակեց։ Գագոն։ Անդրադառնամ ապաշխարանք երգին։ Պետք է նշեմ, որ երգը գրել եմ տարիներ առաջ, երբ ձեռքիս էր Վահրամ Հաջյանի «Արցունքի աստղեր» գիրքը։ Գիրքը հրատարակվել էր երկրաշարժից հետո և անշուշտ հեղինակի խորը ապրումներից բխած այսպես աշխատանք էր։ Ես ամբողջ գիրքը ընթերցեցի և իմ մեջ տպավորվեց մեկ բանաստեղծություն, ապաշխարանք։ Թերևս խոսեց մի անգամից սրտիս հետ և ստեղծեցի այդ մեղեդին, երգեցի մի անգամից ու ձայնագրեցի, ձայնագրություն արեցի, որ պահպանվի ու մոռացա այդ մասին։ Անցան երկար տարիներ։ Դա կարող եմ ասել, երևի թե 2004-2005 թվականին էր, որ գիրքը իմ ձեռքին կար։ Անցան տարիներ, 2015 թվականին ես հրավիրվեցի Տաթևի վանքում մանկական երգչախմբի հետ աշխատանքներ կատարելու և արդեն 2-3 տարի ես այնտեղ կատարում էի այդ աշխատանքները և մի օր հիշեցի, որ ես այսպիսի մի երգ ունեմ ձայնագրած։ Փորփրեցի, գտա, լսեցի ու ինքս ինձ զարմացա, որովհետև կարծես թե այն ինչ որ այդ ժամանակ իմ մեջ ծնել էր այդ երաժշտությունը գրելու ցանկությունը, կարծես իմ կյանքում արդեն իրականություն էր դարձել, որտեղ խոսքերը այսպիսին էին. այն վանահոր նման գնամ վանքում ճգնեմ, այս մեղավոր հոգիս ամեն ինչից զրկեմ, վանքի խոնավ քարին գմբեթներում անգամ աղոթքներովս լավ ու մեղքերս և այսպես շարունակ։ Ու արդեն ես այդ ժամանակ այդ իրավիճակում էի, երբ որ իմ կյանքը կարծես լրիվ փոխվել էր, ես լրիվ հոգևոր կյանք էի սկսել ապրել, ամբողջովին հոգևոր իր ընթացքով
շատ զարմացա եւ ուրախացա միևնույն ժամանակ ներկայացրեցի երգը Հայր Միքայելին եւ ուրախություն ունեցանք, որ նման բան կատարվեց։ Հետագայում նորից ուզեցի, որ այդ երգը կյանքի կոչվի, մտածում էի ով կերգի, ինչպես կներկայացվի եւ ինչ որ չէր ստացվում, որ որևէ մեկը հանձնարներ այդ երգը կատարել, անգամ հայտնի երգիչների դիմեցինք, հայտնի մարդկանց դիմեցինք, բոլոր ասում էին լավ երգ է, բայց իմը չի։ Եվ հասունացավ այս պահը, որ մտածեցի, որ միգուցե ես երգեմ։ Ինքս չլինելով երգչուհի, չունենալով այդ հանրային ներկայացնելու ցանկությունը, ես իհարկե պատարակներին սիրով երգում եմ։ Ես գիտեմ, որ պատարակը ուրիշ երգեցողություն է եւ դա այն չի, ինչ որ բեմում է կատարվում կամ հանդիսատեսի համար։ Բայց այս երգեցողության համար լուրջ պետք էր ինձ աշխատել իմ կատարողականության վրա, որը չգիտեմ, ստացվեց թե չստացվեց, դա կատարողականություն է թե անկեղծ խոսք է, արդեն կհանձնեմ ձեր, այսպես ասած, դատին։ Այսքան այդ երգի մասին, եկեք հիմա ունկնդրենք այս երգը, որ ես նվիրում եմ Հայր Միքայելին, որովհետև հասկացել եմ եւ իմ ամբողջ կյանքով ես ընկալել եմ այդ փաստը, որ այդ երգը ինձ ուղղորդել է դեպի ճշմարիտ աստվածահաճո կյանքի, հանդիպեցնելով Հայր Միքայելին, որպես իմ հոգևոր հայր, իմ հոգևոր առաջնորդ։ Դիտենք հիմա տեսանյութը, հետո կներկայացնեմ նաև ովքեր են աշխատել այս տեսահոլովակի կայացման համար։
Սերգեյ Գասպարյան Ուրեմն, երբ առաջի անգամ լսեցի երաժշտությունը, երգով, մի պահ կանգ առա, ասի, ոնց, այս երգը դեռ խոլովակ չի դարձել, մարդիկ չեն լսում, ասի Լուսինե ջան, պարտքս է, սարքում եմ խոլովակը, ոչ սիլողական մակարդակով, այլ լուրջ, հավաքվեց թիմը, սկսեցինք աշխատել, արդյունքը տեսակ։ Երաժշտական մաս ենք նաև նախատեսել, մեզ են միացել նոր-նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը, ներկայացնելու են երկու հոգևոր ստեղծագործություն, Մեղաքեստեր և Ամենայն ժամ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շարականների հիման վրա, որ ներդաշնակել է և մշակել է երգչախմբի համար մեր հարգարժան Երվանդ Երկանյանը, շնորհավորում ենք ձեզ, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Oh
պատրաստել եմ մի բանաստեղծություն նվիրված Տաթևի վանքին, Ռուստամ Սարգսակ Պողոսյանը, նվիրել է Տաթևի վանքին, նահատակ, պատերազմի նահատակ։ Որտեղ կարող է մարդկային հոգին ականջալուր լինել մեր փրկչի ձայնին, կամ որտեղ կարող են տեսնել Քրիստոսին, մարդկային աչքերն ու սիրտը մարդկային։ Աստված է տվել այդ վայրն աշխարհին, բայց հասու է նա կարծես քչերին։ Հավատքի սյուն է մայր Հայաստանին, ծանոթ է աշխարհը Տաթևի վանքին, եւ վանահորը հայր Միքայելին տվել է Աստված մեր ժողովրդին։ Պահպանում է Տերն այն փոքրիկ հոտին, որ հետևում է Տաթևի վանքին։ Հավատքի դուռ է ամուր հենարան, հուսահատվածի լուռ պատսպարան։ Պարիս պեհույսի մեղքի քավարան, Տաթևի վանքին հավերժ հենարան։ Տաթևը դրախտն է այն եդեմական, ուր որ ապրել են Ադամն ու Եվան, որ տիեզերքն է հավետ հավիտյան, մեղա գալիս ու սպասում թողության։ Թե ողջ աշխարհն էլ գնա կործանման, հողմ ու փոթորիկ անխիղճ թալան, գան սրբեն տանեն աշխարհ Հայաստան, անշարժ կմնա վանքն ու վանական, անշարժ կմնա հավերժ կաղոթի, արթուն կմնա, թե կյանքն է քնի, առավոտյան շուտ, թե կես գիշերին, կարոտ է կյանքը վանահոր ձայնին։ Երկ Սուրբ Գրիգոր Տաթևացուն Ղազար Ջահքեցի կաթողիկոսի խոսքերով գրված եւ լսենք երաժշտությունը իմ ձեր խոնար ծառային Oh
ուզում եմ սիրով ներկայացնենք մի նոր ստեղծագործություն, որի խոսքերի հեղինակը Հայր Միքայելն է եւ ունենալով այդ խոսքերը ձեռքիս տակ անընդհատ մտածում է, թե ինչպիսի երաժշտությամբ այն պետք է կենթանանա եւ դառնա երգ։ Եվ անընդհատ այդ թերարժեքության զգացումներից հետապնդում, որ ես չեմ կարող, ես արժանիքներ չունեմ դա անելու եւ շատ ինքնագնահատականը շատ ցածր էր այդ ընթացքում, մտածում եմ, որ չեմ կարող անելու դա անել։ Բայց չգիտեմ ոնց եղավ, միգուցե իմ աղոթքներն էին, թե ինչպես էր, հասունացավ մի պահ, երբ որ հնչեց այդ ստեղծագործությունը որպես խմբերք, հնչեց իմ մեջ։ Հնչեց, ինչպես կհնչեր մեծ բեմից, ոչ թե միայն եկեղեցում, այլ մեծ բեմից երգչախմբի կամ նվագախմբի ուղեկցությամբ։ Չգիտեմ ինչու այդպես հնչեց։ Ես հնարավորինս այն նոտագրեցի, որովհետև չեմ ասում, որ ես գրեցի, ես կարծես լսեցի ու նոտագրեցի այդ ամենը։ Առաջին կատարումը ներկայացրեցինք մանկական երգչախմբի հետ Կապանում, փառատոնին, ավելի պարզ ձևով։ Այսօր փորձենք ներկայացնել այս գեղեցիկ խմբի հետ միասին մի քանի փորձերի արդյունքում ունեցած օրհներգ Տաթևի։ Oh
ավետարանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է, որտեղ երբ 3 հոգի հավաքվել են, այնտեղ ես նրանց մեջ եմ։ Եվ այս խոսքերը կարծես այս ամբողջ հանդիսության հիմքը հանդիսացան։ Առանց որևէ նախաձեռնության, առանց որևէ ճիգ ու ջանք գործադրելու հանկարծակի ինքն իրեն այսպես ամեն ինչ ստացվեց, թե գիրքը եւ թե այս նախաձեռնություն, որտեղ ով որ լսում էր սրա մասին, անմիջապես ուրախանում էր, ասում էր ես էլ մասնակցեմ, հերթ էր գոյացել, այս ամեն ինչ որ դուք տեսնում եք իրապես սիրո պտուղ է, քրիստոնեական սիրո, համերաշխության, միաբանության պտուղ է։ Ես ոչինչ չեմ արել, Աստված է արել, որտեվ Տաթևը մի տեսակ ձգողական ուժ ունի, բոլորին հավաքում է, միավորում է։ Եվ ես դարձել եմ այդ Տաթևանքի կոտրված քարերից մեկը, որ միավորում ենք բոլորին, փառք Աստծո։ Թող այսպիսի միավորությունները շատ լինեն, թող մեր եկեղեցին այս կենդանի ու պարզ հասարակ միաբանությունների մեջ է Քրիստոս փառավորվում, որտեղ պարզություն կա, այնտեղ Աստված ներկա է, Աստված պարզ է և մաքուր ու սուրբ սրտերի մեջ է բնակվում։ Ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկես ծերակայություն քո, եղիցի կամ քո, որպես երկինս և երկրի, զհաց մեր անապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ պարապիս մեր, որպես և մենք թողունք մերոց վարտապանած, և մի տանից մեզի փորձություն, այլ կրկյաց մեզի չարել, զիքո է արկայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստվածն է, պահյալ, պահպանյա և օրհնյալ, առաջիկացյալ, հավատացյալ ժողովուրդ, ընդհովանյալ սուրբ և պատվակա խաչույթ քորի խարոքյալ, փրկյալ, ազատյալ, հերևելի և հաներևույթ թշնամույթ, արժանավորյալ գոհությամբ փառաբերելուց քեզ ընթոր և սրբոքույթ, այժմ միշտ և ապիկյանս արտից։ Թող այս մեզ հրաշքը այս կանով չվերջանա, շարունակվի ապիկյան։ Ամեն։